Իսրայելի քնեսեթում իրավիճակը կտրուկ լարվել է, երբ իշխող կոալիցիան ընդունել է ուլտրաուղղափառ համայնքի տղամարդկանց զինվորական ծառայությունից ազատելու մասին օրենքը։ Քվեարկության ընթացքում խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին վանկարկել են «Ամոթ» և «Հեռացիր»։ Ընդդիմախոսներից շատերի խոսքով սա հարեդիներին սիրաշահելու վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջին փորձն է։ Իսրայելի պատմության ամենաերկար պաշտոնավարած վարչապետը փորձում է աշնան սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ նաև հարեդիների աջակցությունը ստանալ, կարծում են նրա ընդդիմախոսները։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Ցահալի գլխավոր շտաբի պետը քննադատել է օրենքը, այն անվանելով ակնհայտորեն անհամատեղելի Իսրայելի բանակի կարիքների հետ։ Նա նամակ է գրել Նեթանյահուին և պաշտպանության նախարար Իսրայել Կացին։ Օրինագիծը ներկայացվել է բազմաճակատ պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը պայքարում է մարդկային ռեսուրսների լուրջ պակասի դեմ, դա անմիջականորեն ազդում է օպերատիվ առաքելությունները կատարելու ունակության վրա։ Օրինագիծը չի նպաստելու, որ բանակի շարքերը համալրվեն մարդկային ռեսուրսներով։ Հակառակը, այն խթան է ստեղծելու զինվորական ծառայությանը չներկայանալու համար։ Վերջին տվյալով չափահաս հարեդի տղամարդկանց 10%-ն է միայն ծառայում բանակում։ Նրանց զորակոչելու մասին խմորումները Իսրայելի խորհրդարանում սկսվել են Գազայում պատերազմից հետո։ Մինչ Իսրայելում քննարկում են բանակի համալրման խնդիրները, տարածաշրջանում ռազմական ակտիվությունը չի նվազում։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալով Ցահալի զինված շարասյունը Նաբաթիե շրջանի Զավտար ալ-Շարքիա գյուղից գնդացրային ինտենսիվ կրակոցներով առաջ է շարժվում։ Գազայում 10 զոհի մասին են հայտնում Իսրայելի օդային հարվածներից հետո։ Մահացածներից մեկը երեխա է։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայրուր։